ով Սերժ Սարգսյանի վիրավորեց պատասխանը ստանալու է։ Այդ որ ասում է քաղաքական անցյալ։ Նախ Սերժ Սարգսյանի նման մարդը անցյալ չի լինում։ Իրանք հավերժ կան, Նժդեհը անցյալ, հա։ Տիգրան մեծը անցյալ է, քանի դար առաջ է եղել։ Սերժ Սարգսյանն էլ երբեք անցյալ չի լինի։ Այ դուք մտածեք, որ դուք ոչ թե անցյալ եք, այլ աղբանոցի երևույթներ եք, հայոց պատմության աղբանոցում եք դուք, հայտնվել Ալեն Սիմոնյան, դուք ու ձեր կուսակցությունը, հայոց պատմության աղբանոցում եք։ Այդ որ ասում եմ Վալերյան Կախմելցյան անմակարդակություն է, էլի։ Ասեն, լսի այ անմակարդակ, դու որպես հարց են տալիս, չես կարող նորմալ ձևի քո կարծիքդ հայտնես, խես վիրավորում, որ իմ նման մարդն էլ գաստեղից ասի այդ Վալերյան կտանից կմցնես հետևը։ Հաստատ վիբրատորից ավելի լավն է։ Խես դու դա ստիպում, որ ես գամ ասեմ։ Հասկանում ես, հարցը դու ազգային ժողովի նախագահ ես, սար այդ տուպոյ, ազգային ժողովի նախագահ ես, այ անմակարդակ, անշնորհք, նորմալ ձևի կարծիքդ հայտնի, արա։ Նորմալ ձևի, դաժե թշնամու մասին, եթե կարծիք են հարցնում, Լուսինե ջան, այդ պետական այրերը պիտի շնորհքի խոսան։ Այս անմակարդակը Հայաստանի երկրորդ թե երրորդ մարդն է, արա, ի պաշտոնի երրորդ երևի։ Հարց են տալիս Հայաստանի նախագահի մասին, հայոց երրորդ հանրապետության ամենամեծ ներդրում ունեցող մարդու մասին հարց են տալիս քեզ։ Նույնիսկ եթե ինքը քո թշնամին է, բայց նա մեծությունն է, չէ՞։ Դու չես կարող նորմալ ձևի, ակուրատնի ձևի կարծիքդ հայտնես։ Վալերյան կա թողխմի ի՞նչ է նշանակում։ Ես էլ ասեմ Վալերյան կա կտանես կկողես կներեք Լուսինե ջան հետևած վիբրատորից հաստատ լավն է։ Դուրը տեկավ, ու ասել է, ինչ ասեմ, ու նա բողոքես, ինչ ուզում անես, դու չես կարող իմ բերանը փակես, իմ նման տղեկի։ Այ Սերժ Սարգսյանը հենց այդքան հարուստ որ այս սմերտնիկներ կան իր համար կանգնած